Եվրախորհրդարանը Հունգարիայի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրամիության խորհրդին կասեցնել Բուդապեշտի քվեարկության իրավունքը Եվրախորհրդում, Հունգարիայի կառավարության ներքին և արտաքին քաղաքականության, այդ թվում Ուկրաինայի հակամարտության և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ դիրքորոշման պատճառով, ըստ քվեարկության արդյունքների։ Ինչպես սեպտեմբերի 29-ին հաղորդել էր Պոլիտիկոն, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոստան առաջարկում է պարզեցնել Եվրամիությունում Ուկրաինայի անդամակցության բանակցային խմբերի բացման վերաբերյալ քվեարկությունը, փորձելով շրջանցել Հունգարիայի վետոն։ Հրատարակությունը նաև հայտնել է, որ Բուդապեշտի դիրքորոշումը շրջանցելու համար Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ որոշումները կայացնել որակյալ մեծամասնությամբ, միաձայն հաստատման փոխարեն։ Ուկրաինայի վերլուծական հարթակը Deep State-ը հայտնում է, որ Ռուսաստանի զորքերը ներթափանցել են Սևերսկ։ Նրանց տվյալներով ռուսական ստորաբաժանումները սկսել են ավելի հաճախ ֆիքսվել քաղաքի ներսում, հատկապես հարավային հատվածում և արևելյան շրջակա տարածքներում։ Ռուսական ուժերը գտել են պաշտպանական թույլկետեր և ուժեղ ճնշում են գործադրում այդ ուղղություններով, ինչը սովորաբար բերում է ծանր հետևանքների, ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը հայտարարել էր, որ ռուսական կողմը ստացել է նախաձեռնության առավելությունը գրեթե բոլոր ուղղություններում։ Նրա խոսքով, մոտ ժամանակում ռուսական վերահսկողության տակ կարող են անցնել Դիմիտրովը, Վոլչանսկը և Սևերսկը։ Մինչ այդ հաղորդվել էր, որ Ռուսաստանի զինուժը նաև նվաճել է բնակավայր Զապորոժիեի շրջանում, որտեղ գործում էր Ոստոկ խմբավորումը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած իրավիճակի կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիրը։ Ես առաջարկում եմ մոռանալ այդ 28 կետերի մասին։ Կյանքը այնքան արագ է փոխվում, որ այժմ կարծում եմ այն արդեն անցյալում է, ասել է Երմակը Axios պորտալին, այդ ծրագիրը անվանելով անընդունելի։ Axios-ը հղում անելով Երմակին պնդում է, որ թարմացված նախագծում ներառված հիմնական հարցերից մեկը ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների կողմից ենթադրաբար Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքներն էին։ Երմակը նշել է, որ պլանի համաձայն երաշխիքները կլինեն իրավաբանորեն պարտադիր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս և ուկրաինացի գործընկերների Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման հույս է հայտնել, սակայն պարզաբանել է, որ դա տեղի կունենա միայն մեկ պայմանի դեպքում։ Նա նշել է, որ Պուտինի և Զելենսկու հետ կհանդիպի միայն այն ժամանակ, երբ հակամարտության կարգավորման համաձայնագիրը վերջնական լինի կամ գտնվի իր վերջնական փուլում։ Թրամփը նշել է, որ ամերիկյան կողմը վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել հակամարտության կարգավորման գործում։ Նա նշել է, որ իր առաջարկած խաղաղության ծրագիրը վերջնականապես հաստատվել է և մնացել են միայն մի քանի չլուծված հարցեր։ Նա չի մանրամասնել, թե որոնք են դրանք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ է ուկրաինական հակամարտության լուծմանը։ 9 ամսվա ընթացքում ավարտել եմ 8 պատերազմ, աշխատում ենք վերջինի վրա։ Կարծում եմ, շատ մոտ ենք Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործարքին, նշել է ԱՄՆ առաջնորդը։ Հիշեցնենք, որ Axios-ը հայտնել էր, որ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ստորագրել ամերիկյան խաղաղության ծրագիրը։